Հարգելի հայրենակիցներ, տարածաշրջանային էսկալացիան, որն այս պահին դեռևս դրսևորվում է Իրան-Իսրայել բազմաշերտ հարվածներով, նոր պայթյուն է խոստանում ոչ միայն այս երկու երկրներին, այլ նրանց, որոնք անպատրաստ են ճգնաժամի ուղղակի եւ անուղղակի հարվածներին, որոնք չեն գնահատել եղած սպառնալիքների ազդեցությունը սեփական երկրների անվտանգության միջավայրին ու տնտեսական իրավիճակին եւ անկարող են ռիսկերի կառավարում իրականացնել։ Եթե Հայաստանի կառավարությանը թվում է, որ իրենք կարող են իրավիճակին անհաղորդ եւ անտարբեր մնալով կամ թեման շրջանցելով խուսափել իրադրային այս ծանր զարգացումների հետևանքներից, չարաչար սխալվում են։ Այլ է վիճակը, երբ իշխանության արտաքին քաղաքական տապալումների եւ անվտանգության համակարգիչ արտարապետության վերաբերյալ կատաստրոֆիկ պատկերացումների պայմաններում հասարակական սպասում այս կառավարությունից չէ ձևավորվելու։ Տարածաշրջանում խորացող ճգնաժամի պայմաններում Հարավային Կովկասում խախտվում է այդպես էլ չկայունացած ռազմաքաղաքական բալանսը, որում որպես կայունացնող եւ զսպող դերակատար ներգրաված երկրներից Իրանն ամբողջ ճակատով պատերազմի մեջ է Իսրայելի հետ։ Սա մեր տարածաշրջանում ավտոմատ կերպով մեծացնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կշիռը, ինչ որ առումով նաև ազատ արձակում նրանց արյունոտ ձեռքերը, հիմքում ունենալու նաև այն հանգամանքը, որ աշխարհը կենտրոնացած է մերձավոր արևելքի ուղղությամբ եւ իրենց համար կարող է փոքր պատուհան բացվել իրենց ռազմավարական շահերի իրացման համար։ Ադրբեջանի ու Թուրքիայի վարքագիծը տարբեր գործոններով է պայմանավորված եւ այս տեսանկյունից մեծ թվով հարցեր անորոշ են, որովհետև պարզ չէ, թե Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան բանակցությունները ինչ սկզբունքների եւ մոտեցումների շրջանակներում են ընթանում եւ վարակույրների հետևում ընթացող process-ը ինչ անակնկալ է պատրաստում մեր ժողովրդի համար։ Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ավարտված բանակցությունների պարագայում փաստաթուղթն այդպես էլ չի հրապարակվում, բնականաբար դա լրացուցիչ ազդակներ է փոխանցում հանրությաննարային, որ իրենից գաղտնի ոչ միայն բանակցություն է տարվել, այլ իրեն շահերին հակասող պայմանավորություն է ձեռք բերվել։ Ինչևէ, ցավոք մեր հասարակությունը վերջին տարիներին բազմաթիվ ականջոյող խոստումներ է լսել, սակայն որպես կանոն միայն ստացել է պատերազմ, տարածքային կորուստներ, հազարավոր զոհեր, զրկանքներ եւ բազմաթիվ անհայտներով անորոշ ապագա։